Հարգելի գործընկերներ, վերջին հարցը Համեցը Կարմեն։ Азербайджан Казахстана говорит, что для Ադրբեջանական կողմը ասում է, որ վերջնական խաղաղության համար պետք է որ Հայաստանը փոխի սահմանադրությունը։ Վերջերս Հայաստանի իշխանությունները ասացին, որ նոր սահմանադրական հանրաքվեն մոտ ապագայում կգումարվի։ Ինչ կլինի, եթե Հայաստանի հասարակությունը հանկարծ ձեր կարծիքով ինչ կլինի, եթե Հայաստանի հասարակությունը դեմ քվեարկի նոր սահմանադրության եւ ինչպես է պատկերացնում Հայաստանի Ադրբեջանի միջև հարաբերությունները մոտակա 10-20 տարիների կտրվածքով։ Կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է, բայց մենք սևեռենք մինչև խորհրդանական ընտրությունների ժամկետի վրա, ինչի որովհետև Ադրբեջանի համար կարևոր է այն, թե ինչպես են քաղաքական ուժերը Հայաստանում իրենց ծրագրերում ձևակերպելու սեփական տեսլական Ադրբեջանի Հանրապետության հետ հարաբերությունների երկրորդ տարը թե քանի տոկոս ձայներ որ ծրագիրը կամ առաջնորդը կստանա հասարակության կողմից, սա հստակ ուղերձ կլինի Ադրբեջանի համար առայն, թե ինչպես է հայկական հասարակությունը տեսնում Ադրբեջանի Հանրապետության հետ հարաբերությունները այսօրվա վիճակով խաղաղության օրակարգը հաստատված է, բայց այն, այսպես ասենք, անշրջելի չի կարող են լինել քաղաքական ուժեր, որոնք կդադարեցնեն, կասեցնեն այդ process-ը, այլ կերպ են դրանք տեսնում։ Հիմա առավելագույնն է արվում, որպեսզի ցուցադրվի, որ ադրբեջանական կողմը հարում է խաղաղության օրակարգին եւ ցուցադրում է, որ երկու կողմերն էլ շահում են խաղաղությունից եւ երրորդ երկրների հետ իրենց հարաբերություններում եւ ինքնիշխանության ամրացման տեսանկյունից եւ տարածաշրջանային օրակարգում աշխարհում ավելանում է ռազմական օջախների քանակը, մինչդեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այժմ խաղաղության գործընթաց է ձևավորվում, ինչ վերաբերում է նոր սահմանադրության հարցին Հայաստանի Հանրապետության։ Սա ներքին քաղաքական գործընթաց է, ներքին հարց է, շատ բան փոխված կլինի դրանից, թե ինչ տեղի կունենա խորհրդանշաններից հետո Ադրբեջանը հետևում է այս զարգացումներին, դա շատ կարևոր է, թե այդ գործընթացը տարիներով ձգձգվի, ապա խաղաղության օրակարգը կձևափոխվի դեպի լավ, թե դեպի վատ, արդեն ուրիշ խնդիր է։ Հարկ կլինի նոր մեխանիզմների մասին սկսել մշակումները։ Եթե խախտում են խաղաղության օրակարգը սատարող ուժերը եւ հանրաքվեն չի ստացվում, լրացուցիչ մեխանիզմների կարիք կառաջանա, բայց այս իմաստով կրկին կարևոր է այն միջավայրը մթնոլորտը եւ հասարակության մեջ եւ հստակ ուղերձներն են կարևոր, որոնք կամ արտահայտության միջոցով են ձևակերպում։ Սա ամենակարևոր մոտապագայի տարրերը կլինեն խաղաղության օրակարգի։